Ողջույն, Եվրոմեդիա 24-ի տաղավարում հյուրընկալել ենք հասարակական քաղաքական գործիչ, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանին։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Եվ այսպես, վերջին ամենաթարմ տեղեկությունը Հանրապետական կուսակցությունը այսօր հունիսի 7-ին որոշում է ընդունել վարչապետի թեկնածու առաջադրել Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին։ Հետաքրքիր է ինչ կարծիք ունեք այս առաջադրման և թեկնածության մասին։ Այն որ պատիվ ունեմ խմբակցությունը, որի կազմում կան Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի 4 անդամներ, դրական վերաբերմունք ուներ մեր կողմից նաև նախաձեռնություն ցուցաբերած անվստահության գործընթացի նկատմամբ, դա վաղուց էր հայտնի, կար կուսակցության պատիվ ունեմ խմբակցության 6 падգամավորների հայտարարությունը, որ իրենք դրական են վերաբերվում իմպիչմենտի նախաձեռնությանը, կարծում որ այս խնդրի լուծմանը հիմնական միջոցը դա է լինելու եւ այն ժամանակ իրենք հայտարարել են, որ չեն առաջադրում թեկնածու, սպասելով որ նաեւ այլ քաղաքական ուժեր կարող են նաեւ առաջադրումներ իրականացնել։ Ես տպավորություն ունեի, որ իրենք թողել էին այդ առաջադրման առաջնային իրավունքը խորհրդանում ավելի մեծ падգամավորական կազմ ունեցող Հայաստան խմբակցությանը։ Բայց քանի որ Հայաստան խմբակցությունը հայտարարել էր, որ իրենք նպատակարար չեն համարում այս գործընթացին իրենց նախաձեռնությունը եւ պատրաստ են միանալ որոշակի իրենց կողմից առաջադրված պայմաններում այլ նախաձեռնությանը, պարզ դարձավ, որ նրանք սեփական նախաձեռնություն չեն ցուցաբերելու եւ այդ պայմաններում տրամաբանականները, որ պատիվ ունեմ իր հայտարարությանը համապատասխան սեփական նախաձեռնությունը ցուցաբերեր։ Թե ով կլներ վարչապետի թեկնածու իրենց կողմից, անկեղծ ասած, ես երկու տարբերակ էի ինձ համար տրամաբանական համարում, որ եւ մամուլում էր կար քննարկումներ այդ տեխնացությունների շուրջ, որ կարող էր հիմնավոր եւ տրամաբանական լիներ։ Դա մեկը վերաբերում էր Արթուր Վանեցյանին, մյուսը Արմեն Աշոտյանին։ Ինչով էր այս հիմնավորումները առարկայական, որ Արթուր Վանեցյանը պատիվ ունեմ խմբակցության առաջի համարի տեխնացուն է եղել որպես դաշինք ընտրությունների մասնակցելուց, իսկ ընտրական օրենսգրքով առաջի համարի տեխնացուն հենց վարչապետի տեխնացու է։ Այսինքն նրանք ովքեր ընտրվել են այդ խմբակցությունում падգամավոր, իսկ սկզբանե պատկերացրել են, որ հաջողության դեպքում իրենց վարչապետը պետք է լիներ Արթուր Վանեցյանը, հետեւաբար նրան առաջադրելը կարար խիստ հիմնավոր լիներ։ Եթե Վանեցյանը դուրս է եկել հիմա խմբակցությունից եւ ըստ էության պատիվ ունեմ նա դադարեցրել իր համագործակցությունը այդ իմաստով, պետք էր Հանրապետական կուսակցության կողմից առաջադրում լիներ եւ ես մտածում եմ, որ Հանրապետական կուսակցությունում եւ իր քաղաքական ակտիվությամբ եւ նաեւ դրա պատճառով զրկանքների ենթարկված գործիչներ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն էր եւ ես մտածում եմ, որ կարող են նաեւ իրենց փոխնախագահին առաջադրեն, բայց Հանրապետական կուսակցությունը ըստ էության եւ պատիվ ունեմ խմբակցությունը կայացրել է մի յուրօրինակ որոշում, ինձ համար անսպասելի, բայց խիստ հիմնավոր։ Այսինքն առաջադրվել է կուսակցության անդամ, կուսակցության խորհրդի անդամ, գործիչ, որը նաև ընտրված պաշտոնյա է, այսինքն համայնքի ղեկավար է, որում ընտրվել է վերջերս 2021 թվականին եւ հաղթել է ԿՊ-ին։ Այսինքն մենք այսօր ունենք ստեյցիան վարչապետի տեխնացու, որը ԿՊ-ին հաղթելու քաղաքական գործընթացով, ընտրական գործընթացով հաղթելու փորձառություն ունի։ Դրա հետ միասին ունի հրաշալի նաև անձնական որակներ, բավարար կրթություն, 2 մագիստրոսական աստիճան, բակալավրակրթությունից բացի եւ փորձառություն աշխատանքային գործունեության եւ ես կարծում եմ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ անվստահության գործընթացի հաջողության դեպքում նա կարճ ժամանակաշրջան աստեցյան պաշտոնավարի, ուսուցչության 26 թվականի հերթական ընտրություններ են եւ այդ ժամանակ կլինի նոր վարչապետ։ Կարծում եմ, որ այս անցումային շրջանի համար դա շատ հաջող տեխնացու է, առավել եւս որ պարոն Համբարձումյանը ակտիվ մասնակցություն ունեցել ընդդիմադիր բոլոր շարժումներին, այդ թվում եւ դիմադրության շարժման ակտիվ մասնակից է եղել եւ սփազան պայքարին եւ անկախ դրանից որ համայնքի ղեկավար է եղել իր նկատմամբ նույնպես քաղաքական հետապնդումներ են եղել հանիրավի քրեական գործեր եւ այլն դրանց ամեն ինչին դիմակայելով շարունակել է իր քաղաքական պայքարը եւ ես կարծում եմ որ նրա տեխնացությունը կարող է շատ լավ կոնսոլիդացնող առիթ հանդիսանալ բոլոր քաղաքական ուժերի եւ գործիչների համար Ակնկալում ենք, որ առաջիկայում նաև Հայաստան դաշինքի խմբակցության падգամավորները նույնպես դրական վերաբերմունք ցուցաբերեն եւ իրենց ստորագրություններով կմիանան այս նախաձեռնությանը։ Իդեպ ուզում եմ հիշեցնել, որ այս պահին մենք խորհրդանում արդեն մի նախաձեռնություն ունեինք անվստահության գործընթացի մեր առաջարկություններից հետո, սա երկրորդն է։ Մյուս նախաձեռնության հեղինակները Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Պաստանյանն են, որոնք առաջադրել են Էդմոն Մարուկյանի տեխնացիությունը։
բայց առաջադրումից ահագին երկար ժամանակ է անցել եւ իրենք ոչ մի ջանք չեն գործադրել իրենց նախաձեռնությունը առաջ մղելու եւ այլ падգամավորների աջակցությունը ստանալու համար։ Բնականաբար երկու падգամավորի ստորագրությամբ դա այլևս հաջողություն չի կարող ունենալ, եթե իրենք հատուկ ջանքեր չեն գործադրում։ Եվ եթե իրենք ի սկզբանե ազնիվ է եղել իրենց մտադրությունը, իսկ մտադրությունը ինչին էր վերաբերում վարչապետին անվստահություն հայտնելուն։ Նշանակում է, որ նրանք պետք է նույնպես իրենց աջակցությունը ցուցաբերեն այս նախաձեռնությանը եւ միանան այս տեխնազուի օկտին անվստահության գործընթացին։ Ես կարծում եմ, որ սա արդեն հիմք կարողանա ոչ թե նախաձեռնությունը պարլամենտ անելու քննարկման առարկա դարձնելու համար, մենք միշտ դեմ ենք եղել դրան, պետք է նախաձեռնությունը պարլամենտ մտնի քվեարկության այն ժամանակ, երբ որ առնվազն 54 падգամավոր դրանք կողմելի սկզբան է, որտեղ այդքան ձայն պետք է որոշում կայացնելու համար, այսինքն 36 падգամավորի նախաձեռնությունը դեռ ոչինչ չի նշանակում։ Եվ այսինքն երկու ձայն հիմա պակասում է նախաձեռնություն անելու։ Դեռ հենց Հայաստան դաշինքը հայտարարություն չի արել, ես չգիտեմ ինչեւ մեր հաղորդման եթերը առարցակվել է Հայաստան խմբակցության կողմից խմբակցության ոչ թե դաշինքի հայտարարություն կլինի թե չէ։ Ըստ այդմ կորոշենք, որտեղ միևնույնն է վարչապետ ընտրվելու համար, անգամ եթե երկու խմբակցություններն էլ նույն կարծիքին լինեն, նույնիսկ նրանց կազմից դուրս եկած падգամավորները, նույնիսկ Հովիկ Աղազյանն ու Հակոբ Աստանյանը, որ միանան, ասենք ոչ թե 36-ը լինել 38, այդ հարցը 38 падգամավորով չի որոշվում։ Որոշման համար պետք է 54 падգամավոր, այսինքն sense tenants այս նախաձեռնությանը պետք է միանան նաև падգամավորներ քաղաքացիական պայմանագիր խմբակցության կազմից։ Sense tenants այդ աշխատանքը անհրաժեշտ է, որպեսզի այդ նախաձեռնությանը նաև այլ падգամավորներ միանան։ Եվ քանի դեռ չկա 54 առնվազն падգամավորի միանալը նախաձեռնությանը, անիմաստ է դա դնել քննարկման եւ տապալել հələ մի հատ 6 ամիս էլ Փաշինյանին ինչ-որ քաղաքական բան տալ, պատնեշ տալ, որովհետև եթե գործընթացը ազգային ժողովում տապալում է 6 ամիս նոր նախաձեռնություն ցուցաբերելու հնարավորություն չի լինում։ Հետևաբար ինչպես եք պատկերացնում այդ գործընթացը իրավական եւ քաղաքական, որպեսզի հասնի 54 падգամավորի քվեարկությանը եւ արդեն վստահ լինեք, որ ես կարծում եմ, որ պատիվ ունեմ խմբակցության падգամավորները, ովքեր որ նախաձեռնել են, պետք է առաջիկայում հանդիպումներ սկսեն այլ падգամավորների հետ, կապ չունի որ խմբակցությունում են, բոլորը հիմա ոնց որ ես եմ, չէ՞, ազգային ժողովում հերթագրվել են падգամավորների հետ հանդիպման, այդ նույնը իրենք կարող են անել շատ ավելի հանգիստ, իրանք պարտադրիչ չի որ սպասեն քաղաքացիների ընդունելության օրվան, իրանք քաղաքացիներ չեն սովորական, իրանք падգամավորներ են եւ մյուս падգամավորների հետ հանդիպելու, քննարկելու բազմաթիվ առիթ հնարավորություններ ունենալու, պետք է իրենց նախաձեռնությունը ակտիվ առաջ մղեն, եթե հաջողություն լինի եւ Հայաստան խմբակցությունից падգամավորները նույնպես միանան, իրանք նույնպես պետք է լծվեն այդ գործին եւ մենք էլ այնպես չի որ մենք պիտի պարապ նստենք, մենք էլ հասարակության մեջ մենք ասելով նկատի չունեմ միայն արթուն ենք շարժմանը, որի սկզբանե նախաձեռնությունը ցուցաբեր է, յուրաքանչյուրս որպես քաղաքացի ամենքս մեր հնարավորությունների չափով պետք է այդ աշխատանքը падգամավորների հետ տանենք, որպեսզի իրենց սահմանադրական լիազորությունների շրջանակում իրենց պարտականություններից բխող որոշումներ կայացնեն։ Իսկ այդ որոշումը ակնհայտ է, դա վարչապետին անվստահություն հայտնելն է, որտեղ վարչապետը չի կատարում կառավարության գործունեության ծրագիրը։ Դա շատ լուրջ հիմք է նրան անվստահություն հայտնելու համար, եւ ես կարծում եմ, եթե անհրաժեշտություն լինի, մենք ողջ հասարակությունով նույնիսկ ոտքի կկանգնենք, փողոց դուրս կգանք ցույց տալու համար մեր զորակցությունը այս գործընթացին, այս գաղափարին։ Այստեղ Դավիթ Համբարձումյանի ֆակտորը առաջնային չի, որովհետև մեր նպատակը Դավիթ Համբարձումյանին վարչապետ դարձնելը չի։ Մեր նպատակը Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից հեռացնելն է, սա է գլխավոր նպատակը։ Բայց քանի որ այդ նպատակի իրագործումն ունի սահմանադրական պահանջ, պետք է լինի վարչապետի տեխնացու։ Եվ արդեն այդ պահանջը բավարարված է, կա նաև վարչապետի տեխնացու։ Գլխավորը գաղափարն է, մենք պիտի համախմբվենք այդ գաղափարի շուրջ եւ փորձենք դա տանել հաջողության ճանապարհով։ Ինչ է անհրաժեշտ ներկայացված տեխնացիան շուրջ մյուս ընդդիմադիր ուժերի, այդ թվում ընդդիմադիր խմբակցության եւ հասարակական համախմբում ապահովելու համար, պարոն Ղազարյան։ Ոչ մի բան անհրաժեշտ չէ բացի իրենց կամքից, այսինքն մարդիկ պիտի հասկանան, նրանք ովքեր ցանկանում են Նիկոլ Փաշինյանին հեռացնել, այդ հեռացնելը տենց վերացական հայտարարություններով չի կարող տեղի ունենալ, այսինքն ինչքան էլ մենք ասենք, թող չլինի Նիկոլ Փաշինյանը նրա վնասում է, չէ, մեր պետության դեմ է, ասել եմ խոչի։ Պետք է ռեալ քայլեր լինեն նրան հեռացնելու։ Ռեալ քայլերը պետք է նայել սահմանադրությունը ինչ է նախատեսում, օրենքով, կարգով, ռեսուրսներով ինչ հնարավորություն կա դա անելու։
Հիմա իմ խորին համոզմամբ ինչքանով որ ես հասկացել եմ երկրի օրենսդրությունը, սահմանադրությունը, գոյություն ունեցող իրականությունը, impeachment-ից բացի այլ հնարավորություն գործնականում գոյություն չունի։ Հիմա բոլոր այն մարդիկ, ովքեր ուզում են որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի, պիտի գոյություն ունեցող հնարավորությունը լիարժեք օգտագործեն։ Իսկ այդ հնարավորությունը, եթե մինչև հիմա հայտարարությունների մակարդակով էր, այսօր արդեն կա շատ ռեալ մակարդակում, կա վարչապետի տեխնացու, կա անվստահության գործընթաց։ Վերջ, մենք բոլորս կպնում ենք այդ գործընթացը եւ դա տանում հաջողության ճանապարհով։ Իսկ այդ ձևով գնալու դեպքում ես կարծում եմ շատ կարճ ժամանակ է պետք եւ հասարակությունը համախմբելու համար։ Տեսեք, անցած տարի մայիսին մեր սիրելի Սրբազանի առաջնորդության ժողովուրդը որ դուրս էր, ինչի համար են դուրս, Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, չէ՞։ Այդ մարդիկ բոլորը նույն կարծիքին են, չասեմ որ տասնյակ հազարավոր մարդիկ ամեն օր հասկանում են, չէ՞, իրանք ինչի հետ գործ ունեն։ Մեկը հարկերի հետ կապված խնդիրով հասկանում որ Նիկոլ Փաշինյանն իրան խաբել է փոքր միջին բիզնեսից, մեկը հայտարարագրերի լրացնելով հասկանում որ Նիկոլ Փաշինյանն իրան խաբել է, լրացուցիչ ուզում է իրան թալանի, մյուսը տրանսպորտի թանկացումներից է հասկանում որ Նիկոլ Փաշինյանն իրանց խոստացել էր հակառակ հիմա եկել է իրանց համար գներ է բարձ, մյուսը ապրանքների գներից է հասկանում, մյուսը իր նկատմամբ անարդարացի վերաբերմունքի ամեն օր նոր մարդիկ են, չէ՞, գիտակցում որ գործ ունեն խաբեբար շարլատանների հետ, որ սրանց պետք է հեռացնել, իսկ հեռացնելու ձևը ո՞րն է։ Մի ձև գոյություն, դա անվստահության գործընթացն է, վերջ։ Հիմա մենք բոլորս պիտի մեր ուժերը, ջանքերը մեկտեղենք, մենք դուրս գանք փողոց, փողոցից պայքարենք, падգամավորները ովքեր պարլամենտում են, պարլամենտում պայքարեն, եւ մենք շատ փոքր թվականակով մարդկանց հետ գործ ունենք, եւ ես կարծում եմ որ դա կունենա հանգուցալուծում եւ այդ հանգուցալուծումը կլինի օրինական, կլինի սահմանադրական։ Խաղաղ առանց որևէ գործողությունների, առանց փողոց փակելու, առանց աննազանդության ակցիաներ իրականացնելու, առանց որևէ մեկին նեղություն տալու, եթե նույնիսկ հանրահավաքներ պիտի այդ հանրահավաքի վայրը Բաղրամյան պողոտա է, այսինքն մենք ոչ թե գնում ենք հանրահավաք անենք ուրիշների փողոց փակելու, անհարմարություն պատճառելու համար, այլ այնտեղ գտնվելու եւ մեր վերաբերմունքը, մեր քաղաքացիական դիրքորոշումը արտահայտելու համար։ Հիմա Բաղրամյան փողոցում կանգնած կլենք Պրոշյանից օպերայից Պարեկները սիրուն երթևեկություն են կազմակերպեն, որ ոչ մեկը նեղություն չկրի։ Բայց ամբողջ ժողովուրդը մենք պիտի դուրս գանք փողոց այս խնդրին լուծում տանք։ Հակառակ դեպքում այս մարդիկ մեզ բնաջնջելու են։ Պարոն Ղազարյան, եթե ավելի լայն պատկերի մեջ նայենք այս հարցին, հա, եթե որպես ելակետ է, եթե Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը հրամայական է եւ շատերի համար, հա, եւ եթե դա ընդունում են որպես ելակետ, այսինքն ես չեզոք դիրքերից եմ նայում դրան, բայց իսկապես հասարակության մեջ այդ տրամադրությունները շատ են։ Ինչ հնարավոր, ինչ օրինական ճանապարհներ ու գործիքներ կան։ Մեկը ընտրություններ, ճիշտ է, մյուսը հասարակական ճնշում եւ հրաժարական, մյուսը պաշտոնակություն, impeachment, ամերիկյան հասկացությունն է, չէ՞, նշանակում։ Հա, մեր սահմանադրությամբ անվստահության գործընթաց։ Դուք կարծում եք, որ սա ամենաարդյունավետ գործիքն է, ամենաարդյունավետ։ Նայեք, դուք շատ ճիշտ ներկայացրեցիք, ասենք 3 հնարավոր տարբերակ, չէ՞։ Հիմա հրաժարականի պահանջ, դա արդեն եղել է։ Հայրենիքի փրկության շարժումը դա է պահանջը։ Բանը դիմադրության շարժումը դա է պահանջը, սրբազան պայքարը դա է պահանջը, այսինքն դա ստացվում է որ այդ ձևով ինքը այդ գիտակցությունը չունի, ինքը կարճել է պաշտոնին եւ ինչի է կարճը, որովհետեւ գիտի որ մեծ հանցանքներ է գործել այս պետության ժողովրդի առաջ, մեծ կոռուպցիաներ է իրականացրել, հսկայական հարստություն է դիզել եւ գիտի որ իշխանությունից հեռացնելը այդ բոլոր գործերը բացահայտելու են եւ իր դավաճանությունը պետության ժողովրդի եւ հայրենիքը կործանելը, այսքան մարդկանց մահվան պատճառ լինելը եւ որ դրա գինել իր համար հսկայական հարստություն իր եւ իր փոքր թվով թիմակիցների։ Դրա համար կարճել են այդ պաշտոնից, այդ հարստությանը տիրանալու իրենց ցոփ ու շվայտ կյանքով։ Հիմա ասենք ամուսիններով այսօր նստել են ուղղաթիռը գնացել են Սիսիան զբոսանքի։ Հայաստանում այդ որ ընտանեկան զույգը կարապետական ուղղաթիռով գնաց զբոսանքի, չէ՞, կյանք են վայելում մեր հաշվին, մեր պետության, մեր միջոցների հաշվին։ Եվ ուզում են դա հավերժ լինի։ Հիմա հրաժարական այդ խնդիրը ակնհայտորեն չի լուծել։ Ինչ վերաբերում է ընտրությունները հիմա չի որ մենք մտածենք հիմա ինչ անենք։ Ընտրությունը գալու է ընտրության օրը, դա 2026 թվականին է լինելու։ Հիմա մտածել որ ընտրություն է լինելու, անիմաստ է, ընտրության ժամանակ պետք է ընտրության մասին մտածել, առավել եւս որ ընտրությամբ նրան իշխանությունից հեռացնելը կյանքը ցույց է տվել, հնարավոր չի քան ինքն է իշխանության ղեկին։
Որտեղ Հայաստանում հաստատել է տոտալ բռնապետություն, քաղաքական ընդդիմախոսներին հետապնդումների է ենթարկում իրավապահ մարմինների միջոցով ձերբակալ։ Տեսանք, չէ՞, Գյումրիում մասնական ընտրություններից 2 օր առաջ Վարդան Ղուկասյանի թիմակիցները ձերբակալվեցին, Կարեն Սիմոնյանի թիմակիցները ձերբակալվեցին, նույնիսկ 90 տարեկան Մարտուն Գրիգորյանի թիմակիցները նույնիսկ 90 տարեկան կանանց էլ ձերբակալում են։ Այսինքն ակնա էլ չեմ ասում մնացած քարոզչական միջոցները, ֆինանսական միջոցները, լրատվությունը, հանրային հեռուստաընկերությունը, որ տիրապետում են, չէ՞։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որի ղեկավարը իր օգնականն է։ Այսինքն ընտրությունների միջոցով անգամ եթե հասնենք էլ ընտրության, եթե ինքն է իշխանության ղեկին, դրա հավանականությունը շատ քիչ է։ Մինչև հիմա էլ է, չէ՞, ընտրություն եղել։ 21 թվին որ ընտրություն եղել, ով է հաղթել։ Ինքը։ 18 թվին որ ընտրություն եղել, ով է հաղթել։ Ինքը որոշում է, երբ էլ ընտրություն ով մասնակցի, ով հաղթի։ Պարոն, բայց նույն հետևաբար այս impeachment-ը անվստահության գործընթացը դառնում է միակ միջոց, իսկ անվստահության գործընթացի համար մեզնից ոչ մի բան մեր քաղաքացիներից, ոչ մի ուրիշ ջան, քան մեր աջակցությունը դրան ցուցաբերել չի պահանջում, որովհետև որոշումը մենք չենք կայացնում։ Որոշումը կայացնում ընդամենը 54 պատմի 54, հասկանում եք, 50 մի ես դասախոս եմ եղել, մի ակադեմիական խումբը 54 հոգի, 54 ուսանող, մի լսարան։ Նրանք կողմ են քվեարկում, վերջ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի եւ Դավիթ Ամբարձումյանի անվան մեջ են տեխնացու բար դուրս է գալի, դա վարչապետ։ Եվ ընդամենը հիմա մեզ պետք է մեր ժողովրդով, հասարակությունով աջակցություն ցուցաբերենք այն 54 հոգուն, նրանց հետ մենք ոչ մի նոր բան չենք ասում, այսինքն այս 54 հոգու մենք չենք ասում, սա արեք, այն արեք, մեր ուզածը արեք, ոչ, ասում ենք ձեր պարտականությունը արեք։ Կառավարության ծրագիրը ով է հաստատել, ազգային ժողովը, հաստատել եք ինչի համար, որ կատարվի, չէ՞։ Բայց եթե չի կատարվում, դուք էլ դրան վերահսկողն եք, ինչ պիտի անեք։ Պիտի նստեք նայեք, թե կառավարությունը ո՞նց ծրագիրը չի անում։ Այսինքն դուք ձեր պարտականությունը պիտի, մենք իրանցից ոչ մի ուրիշ բան չենք պահանջում, քան իրանց պարտականությունը կատարելը։ Իսկ պարտականություն կատարելուց հետո տեխնացու բառը կարմիր շրջանակից դուրս է գալի։ Մարդը դառնում է վարչապետ։ Պաշտոնավարումը մինչև 26 թիվը հավասար պայմաններ է ստեղծում մյուս կուսակցությունների համար, մարդիկ գնում են ընտրության, ժողովուրդը որոշում պիտի լինի արդեն հաջորդ 5 տարվա վարչապետ։ Պարոն, բայց նույն Գյումրիի Փարաքարի օրինակները ցույց տվեցին, որ նաև ընտրության միջոցով կարելի է հաղթել։ Նույն այդ օրինակը վերաբերվում Մասիս համայնքի, Դավիթ Համբարձումյանը ընտրվել է։ Ինչի՞միջալոց ասեմ, Երևան քաղաքի շրջակա բոլոր խոշոր համայնքներում ԿՊ-ն պարտվել է։ Աբովյանում էլ են պարտվել, Փարաքարում էլ են պարտվել, Մասիսում էլ են պարտվել, բայց դրանք տեղական ընտրություններ են։ Տեղական ընտրություն, բայց բազմաթիվ ուրիշ դեպքերում էլ ԿՊ-ն ինքնազավթ է իշխանությունը իր մեծամասնիկ, որտեղ ուրիշ տեխնացուներ չի առաջ, որտեղ ինչալոց ասեմ տեխնացու առաջադում իրենք պարտվում են։ Օրինակ Արմավիրում է Սիմիկվա տարածքային կառավարման նախարարը Արմավիրի քաղաքապետ է, չէ՞, մինչև մարզպետ նշանակվել է։ Ընդամենը 8%-ն է կարծեմ Արմավիրի բնակիչների մասնակցության ընտրության, թե 18%-ը ցածր մասնակցությունն է եղել, մենակ ինքն է եղել։ Բայց որ իր դեմ մարդ ալում, իրանք պարտվում են։ Բայց դա տեղական ընտրություններ է, տեղական ընտրությունների նկատմամբ վերաբերմունքը ուրիշ է։ Համապետական ընտրությունները Գյումրիում ասենք ամենաշատ ձայնը ստացել է Վարդան Ղուկասյանը, չէ՞, ոչ թե կոմունիստական կուսակցությունը, այսինքն Վարդան Ղուկասյանը։ Այսինքն այստեղ անձնական ֆակտոր գոյություն ունի, կոմունիստական կուսակցությունը նախորդ ընտրությունից ձայն չի հավաքել։ Այսինքն այստեղ սուբյեկտիվ գործոններն է աշխատել, իսկ համապետական ընտրությունների մոտեցումները ուրիշ է, հետեւաբար այդ ընտրությունները թեկուզ պարոն Համբարձումյանի հաղթանակը Մասիսում չի կարա շփոթություն ստեղծի համապետական ընտրությունների համար։ Դրա համար պետք է գնալ վճռական, օրինական, սահմանադրական այս ճանապարհով, որը կոչվում է անվստահության գործընթաց։ Եվ ես առավել քան վստահ եմ, որ սա հաջողություն է բերելու։ Սա գիտեք ինչի է նման, ոնց որ ջրի ծորակն է, չէ՞, որ երկար ժամանակ չես օգտագործում, ժանգոտում է, նագարակալում է, փակվում է, ձգվում է, չես կարող բացես։ Բացելն է դժվար, այն սկզբի պահը շատ դժվար է, պիտի կլուչ գցես, չգիտեմ, այս յուղ գցես, ձեռնոցով անես, չէ՞, որ մի ձևի պիտի չարչարվես, որ բացվի։ Բայց ես բացում ես, ջրին այնց հոս կալ, որ դեմը չես կարող առնես։ Այս impeachment sense է ալնելու։ Հիմա սկզբից շատ դժվար է, դժվար ենք գնում։ Տեսեք, այս որոշման էլ մենք դժվարը հասանք, չէ՞։ Սկզբից նամակ, երկար ժամանակ ձեն չանեն, այս մի հայտարարություն, այս մեկն ուզում է, մեկը չի ուտել, դժվար է գնում։ Հələ ԿՊ-ին էլ ենք մենք դժվար ալնելու, բայց այդ ջրի դեմը որ բացվավ, այդ դեմն առնել չի լինելու, sense ալնել։ Ու արդեն որ եկավ քվեարկության պահը, եթե 60 ստորագրություն եղավ նախաձեռնության տակ, կարող է ազգային ժողովի 107 падգամավորից 100-ը կողմ քվեարկի դրան։ Այդ հիմա եք ասում, եք ԿՊ-ն ով են դրանք, վախենում են, գնում եմ ազգային ժողով հետները հանդիպան, վախենում են գան խոսեն։ Ասենք որ հիմա ես գնամ իրանց հետ, հատես պիտի խոսենք, չէ՞, ես սեղանես մի կողմը ես նստեմ, ոչ ծեծելու եմ դրանց, ոչ չգիտեմ վախեցնելու եմ, ոչ չգիտեմ բանը ինչը պապադոգ եմ հագցնել, ոչ մի բան չեմ անելու, չէ՞։
Ընդամենը խոսելու եմ։ Մարդը խոսքից կվախենա, ասենք կարաս չէ մարդու հետ խոսես չհամաձայն։ Հիմա ասենք թե ես որ իմ կարծիքն եմ հայտնում։ Հո պարտադիր չի որ դուք իմ ասածներին համաձայն լինեք։ Մի մասին համաձայն կլինեք, մի մասին համաձայն մեկին դեմ կլինեք, չէ, խոսում են, չէ, կարանք տարբեր կարծիքներ ունենանք, էլ ամենքս մենակ մեր կարծիքին։ Կարող է դուք մի բան ասեք, ես իմ կարծիքը վերանայեմ, չէ, ասեմ, ճիշտ ասած ես տենց եմ մտածում, բայց սա ոնց որ ավելի հիմնավոր է, չէ։ Ամեն ինչ կարա լինի, խոսքը, մարդը խոսքից ո՞նց կվախենա, բայց դրանք վախենում են, այսինքն խոսքից վախեցող մարդուց մենք նստած մտածում ենք, ասում ենք իրանք սենց կանեն, այնպես կանեն։ Վախկոտների մեկն է դրանք, ով են դրանք։ Ով են դրանք, որ ժողովրդի կամքին հակառակ գործեն։ Չէ՞ որ նրանք падգամավոր են դարձել ժողովրդի կամքով։ Դրանք էլ են ժողովրդի անունից խոսում։ Բայց ժողովրդի անունից ինչ են խոսում։ Ժողովրդի անունից խոսում են, որովհետև ծրագիր են ներկայացրել, չէ՞ խոստում են տվել ժողովրդին։ Բայց էլ եմ ասում, ես խո իրանց չեմ ասում իմ ասածներն արեք։ Ասում ուրա ձեր ասածները, ձեր խոստումներն ուրա գրել բերել եմ։ Եկեք կարդանք, ինչ եք խոստացել դուք մեր ժողովրդին։ Կատարում եք դուք ձեր խոստումները։ Այսինքն դու կարաս падգամավոր ես, բայց խոստումը չկատարես։ Դու կարաս մեր ամբողջ ժողովրդին խաբես։ Մի հատ բան։ Նարեկ Ղարամանյան, պատում է իշ։ Ո՞վ է նա, որ ժողովրդին խաբի։ Նա ժողովրդից ընտրվել է, իր պարտադիր ասում չեմ ուզում քո հետ հանդիպեմ։ Խո քո ուզելով չի։ Բա հանրային ծառայող ես, բա падգամավոր ես, բա քո պարտականությունը ո՞րն է։ Ես մարզպետ էի, քաղաքացիների ընդունելություններում 100 օր ա եղել 100 հոգի մարդ է գրանցվել։ Սուսը փուս նստել եմ ընդունել եմ, բա ինչ պիտի անեմ։ Բայց ծառայող եմ։ Բայց այդ մարդկանց եմ ծառայում։ Ոնց է ասեմ, ես սրան չեմ ընդունում, դրան եմ ընդունում։ Ոնց թե։ Համբերատար պիտի նստես բոլորին, լսես, տեսես մարդիկի մեկ օգնության կարիք ունի, մեկ աջակցության կարիք ունի, այս մի հարցում, մեկ անարդարության հանդիպ է, մեկ առաջարկություն ունի։ Բոլորին պիտի լսես, դիմումներին ընթացնես, բայց այդ է քո գործը։ Պարոն Ղազարյան, եւ իդեպ ինչ ընդհանրապես ժողովրդավարությունն է, հա, շատ են խոսում ժողովրդավարությունից այն մոդելը, որ մենք գիտենք հատկապես արևմտյան, այս սխալ այսպիսի թյուրընկալում կա, որ երբ որ ժողովուրդը գնում է տալիս էս մարդուն, վերջ, դա ժողովրդավարությունն է, բայց ուր մնաց հաշվետվողականությունը, պատասխանատվությունը, այսինքն պետք է այդ հաշվետվողականությունը լինի, որ սա ասել եմ, սա նաև անում եմ։ Եվ իդեպ, ինչպես է Նիկոլ Փաշինյանը հիմնավորում Կաթողիկոսի այս թիրախավորումը եւ եկեղեցու դեմ սկսված այս նրա տեղեկատվական արշավ, որ ինքը ժողովրդի կողմից ձայն է ստացել եւ կարա ժողովրդի անունից խոսի, բայց Միքայել Սրբազանը հակադարձեց, որ դու ժողովրդի կողմից ձայն ստացես, պետության գործերը կառավարելու համար։ Դու քո խոստումների մեջ դες բան խոստացել ես, որ դու հարցակվել ես մեր եկեղեցու վրա։ Բացի այդ սահմանադրություն կա, բացի դու դրա լիազորությունները չունես, այսինքն դու պաշտոնյա ես, դու պիտի անես մենակ։ Մեր սահմանադրությունն ասում է յուրաքանչյուր պետական մարմին եւ պաշտոնատար անձ իրավասու է կատարել միայն այնպիսի գործողությունները, որի համար լիազորված է սահմանադրությամբ եւ օրենքներով։ Եթե սահմանադրությունը քեզ իրավունք չի տալի, որ դու զբաղվես Հռոմեա կաթոլիկ եկեղեցու հարցերով, շատ է որ տասնյակ հազարավոր հայեր կաթոլիկ եկեղեցու հետևորդ են։ Իրանց հոգեվոր առաջնորդը Լևոն 14-րդ պապն է։ Քույժ գործ այդ եկեղեցում ինչա կատարվում։ Հիմա մի քանի տասնյակ 100 հազարավոր հայեր են առաքելական եկեղեցու հետևորդ են։ Մի քանիսն են գնացել դառել են աղանդավոր։ Քույժ գործն է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը գիտի Եհովայի վկանել կազմակերպության ղեկավարն ով է։ Ոնց է ընտրվել, կնիկ ունի, քերակին ունի, գիտի ինքը։ Բայց մեր եկեղեցու հետ ինչ գործ ունի։ Մանավանդ ինքը որ մեր եկեղեցու զավակել չի, պատարակների չի գալի, եկեղեցով չի ամուսնացել։ Ինչ գործ ունի մեր եկեղեցու հետ։ Ուրեմն ինչ է ուզում նա եկեղեցուց եւ Ադրբեջանը պահանջա դրե ինչ է ուզում հստակ իրակին իր գրառման մեջ նշել, չէ՞, ասում է Շվեյցարիայի հետ ինչ հայրենադարձությունից եք խոսում, այդ ինչ գերիների վերադարձից եք խոսում։ Ի Շվեյցարիայում ով էր խոսել մայիսի 28-ին, ամենայն հայոց կաթողիկոսը, որ այդ ամեն ինչի մասին խոսելու հետ միասին նաև Իլհամ Ալիևին մեղադրել էր ռազմական հանցագործության մեջ, շատ արդարացիորեն։ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը իրականացրել է ռազմական հանցագործություն։ Բա մարդը հայտնվել որ Իլհամ Ալիևին բան է ասում։ Նա էլ կաթողիկ հարցակվեց կաթողիկոսի վրա, այդ անձնապես։ Պարզ չի ինչ անում։ Եվ հիմա ինչ մենք պիտի հանդուրի որտեղ է գրած որ նա իրավունք ունի ընդհանրապես դրանով զբաղվելու։ Ինչ իր այդ լիազորությունների մեջ է մտնում։ Մի հատ գայշնիկ Արմեն կար, դառնա падգամավոր։ Ասում է մենք ես պիտի զբաղվեմ հոգևոր դաստիարակությամբ հասարակու։ Այ քեզ բան։ Դու ով ես որ դրանով զբաղվես։ Քեզ ով այդ իրավունքը տվել, падգամավոր ես, վարչապետին անվստահություն պիտի այդպես դու վարչապետ ընտրես, որովհետև խոստումներ չեք կատարում։
Այսինքն ինչ իրավունք ուզում ես, թե մի օր կարող է Գայշնիկ Արմենը բանը սև շորերը հագնի, բանը կնունք անի։ Ասի ես այսօր էլ կնունք եմ անում։ Երեք Գայշնիկ է, այսօր քահանա եմ։ Կլինի դες բան։ Այդ դերերը իրանք չեն վեր։ Նիկոլ Փաշինյանը չի որոշում ինչով պիտի զբաղվի։ Ամեն սահմանադրությունն է որոշում, օրենքներն են որոշում։ Իսկ ինքը պաշտոն ստանալուց առաջ երթում է տվել, որ այդ սահմանադրությունը եւ օրենքները պիտի հարգի։ Իսկ հիմա ինչ ասում, ասում է Ալիևից հանձնարարություն եմ ստացել, մեր սահմանադրությունը խանգարում է այդ հանձնարարությունը կատարել, սահմանադրությունը կփոխեն։ Եթե պայմանագիրը հակասի, սահմանադրությունը կփոխեն։ Այն առաջնայինը ամբողջ աշխարհը մատենց, մեծ օրենք սահմանադրությամբ է գրած, միջազգային պայմանագրերը կարող են երկրում գործել, եթե վավեր են, եթե սահմանադրությունը չեն, բայց սահմանադրական դատանը ստեղծվել է դրա համար, որպեսզի քննի միջազգային պայմանագիրը սահմանադրության համապատասխանում է թե չէ։ Եթե չի համապատասխանում, վավերացման գործընթացը դադարեցվում է։ Սա էլ այդ պայմանագիրը չի հրապարակե։ Գաղտնի է պահում դրա դրույթները։ Չգիտենք ինչ է գրած ընդ։ Էլ չենք ասում, որ այդ պայմանագիրը բանը չի կնքե, համաձայնեցրել է խախտելով միջազգային պայմանագրերի մասին օրենք, ընդ հստակ գրած է միջազգային պայմանագիրը նախագիծը ոնց է ստեղծվում, որ գերատեսչությունների հետ է համաձայնեցում, ով է լիազորված դա անելու։ Այդ սա խախտելով ունեն մի հատ գաղտնի հանձնարարագիր ու ասում եմ եթե սա սահմանադրությանը հակասի սահմանադրությունը կփոխեմ անկախության հռչակագրին է հակասում անկախության հռչակագիրը կհեռացնեն բայց ինքը երթում է տվել որ հակառակը պիտի անի պիտի ենթարկվի հռչակագրին սահմանադրությանը օրենքներին որպեսզի դրա շրջանակներում ժողովրդին տված իր խոստումները կատարի հիմա խոստումները մոռացել է խոստումները չի կատարում Կատարում Ալիևի հանձնարարությունները, կաստ Ալիև, չէ, Ալենն է, դա նույնն է, շատ տարբերություն չկա։ Բանը Ալիևի հանձնարարությունները ստացել է, ասում է այս հանձնարարությունները կատարելուց, եթե երկրի օրենքները սահմանադրություն հռչակագիրը խանգարում է, դրանք սա կփոխեն։ Ո՞վ ես դու որ դրանք փոխի։ Ընդամենը հանրային ծառայող, չէ՞։ Այսօր վարչապետ ես, վաղը 54 հոգի կողմը քվեարկելու դու վարչապետ չես լելու։ Բրծար, էլի ինչ վարչապետ։ Երբ է գալու ժամանակը, երբ Հայաստանում կլինի օրենքի, ոչ թե անձերի իշխանություն, բան։ Դա կախված է հենց մեր նաև ժողովրդի ցանկությունից, որ ժողովուրդը պետք է անհանդուրժող լինի։ Օրինակ 18 թվին, որ մարդիկ դուրս էին եկել փողոցին, չի համար են, չէ, ինչի իրանք դարձան խաբեության զոհ, չէ, որովհետև անարդարություններ էին տեսել, բադ կառավարում են տեսել եւ այլ, ասում է փոխվեց, ամեն ինչ արդարություն հաստատվի։ Խաբեց այս մարդը, բան չեմ ասում շարլատան խաբե բաներ են սրանք։ Ժողովուրդը այն ամենանուրբ նվիրական զգացմունքների ցանկությունների վրա դրանք շահարկելով եկան դարձան իշխանության արեցի ճիշտ հակառակը եթե այն ժամանակ թերություններ կար հիմա այդ սաղ թերությունները ավելի վատ եթե այն վաղ մեկը կոռուպցիայով էր զբաղվում բայց սրանք սաղ են կոռուպցիայով զբաղվում եթե այն վաղ մեկը մի բանի տեր էր 30 տարում սրանք 7 տարում դրա կրկնակից ավելի ունեն ինչ են խոստացել որ արել են եւ որպեսի Այս ամեն ինչը չլինի, ժողովուրդը պիտի իսկապես ոտքի կանոն տեր կանգնի։ Ես օրինակ հիմա որ թեկուզ չեն ընդունում կամ չեմ հետևողականորեն գնում։ Ասում ով եք դուք, չեք փախնելու դուք ինձնից։ Չեք փախ։ Ես այն քաղաքացին չեմ, որը հաշտվի ձեր ապօրինությունների, ձեր ինքնագործունեության հետ։ Պահանջելու եմ, որ դուք ձեր պարտականությունը կա։ Շուտ ուշ գալու եք նստեք դրա առաջ։ Ու շուտ ուշ Ես մենակ չեմ մնալու։ Այս էս մարդիկ գալու են կանգնեն ու սաղս համախմբեն եւ այսօր ված ձեռքբերումը ո՞րն է, որ կա նաեւ այս մեր բոլորի համախմբման օրինական իրագործման մեխանիզմի նաեւ իրավական հնարավորություն։ Կա վարչապետի տեխնացու, կա իրավական գործընթաց, որը մեզ հաջողությունից բաժանում է ընդամենը 54 պատգամավորի կողմ քվեարկություն։ Հիմնարկը, ասենք փոքր ֆիրմա է, 54 աշխատող ունեն արդեն։ Ինչպես եք պատրաստվում ստանալ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների ձայները, ինչու չեն միանում ըստ ձեզ։ Դե գործընթացը նոր է, այսօր է հայտարարվել դրա մասին, ով ասում որ չեն միանալու։ Հնաս սիրուն կմիանան, հնաս խելոք, բայց իրանց պարտականությունն է, նորից եմ ասում։ Ես իրանց որ ասեմ եկեք մեր տները մաքրեք, կարան ասեն չեն գալի։ Չէ, կանան մեկս մենք քոտոնը չի դիմալ։ Ասեք հիմա այդ ԿՊ-ի խմբակցության падգամավորներն են լուլույն ալփին բանին ասեմ եկեք մեր տան ամանները լվացեք, կարող ասեն չենք լվանում։ Դրանք ասեն ասկի մենք չենք լողանում, ինչ քո ամանները լվանան, կարող ասեն։ Բայց երբ որ ես ասում եմ որ իրանք իրանց պարտականությունները պիտի կատարեն, սուսը փուս պիտի կատարեն, իրանց պարտականությունն է։ Չեն ուզում թո մանդատներ դնեն, ռադներ քաշեն գնան։
Ես չէի կարալ էի մարզպետ ու մարզպետի պարտականություններ չկատարեի։ Ես չէի կարալ էի դեսպան ու դեսպանի պարտական, եթե հանրային ծառայող ես այդ պաշտոնը զբաղեցնում ես, այդ պաշտոնից բռնող պարտականությունները պիտի կատարես։ Դա նույնը վերաբերում է այդ падգամավորներին, թե падգամավոր ես, падգամավորը ինչ որ պիտի անես։ Չես կարող ասես չեմ անում։ Չես անում, ռադդ քաշել ես գնաս։ Նրանք կասեն մեր օրինական վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։ Այսինքն ո՞նց է օրինական վարչապետ։ Դուք եք որոշումով պիտի լի, ազգային ժողովն է որոշումով պիտի։ Ազգային ժողովն է, չէ՞ ընտրե վարչապետ։ Բայց համանդրությունն էլ ասում ազգային ժողովը կարող ընտրի վարչապետ, կարող անվստահություն ատի, ընտրի նորին։ Որ դեպքում դա չի անում։ Երբ որ վարչապետը իր ծրագիրը կատարում է, դե հիմա ասել եմ լուլու, արի ելեմ այդ կարտան կառավարության ծրագիր։ Եթե տառը չգիտես, ես կարտան դու կլսես։ Դրանք կատարում է։ Ցանկացած էշ բացենք դրանք կատարում է թե չի կատար։ Բայց եթե չի կատարում, քո պարտականությունն է նրան անվստահություն հայտ։ Դե քննարկելու բան չկա, է։ Ու եթե ինքը մենակ իմ ասելուց չի հասկանում կամ չի ուզում լսի, չի ուզում ինձ այդ հանդիպի, Հրանտ Մաթեոսյանը մենք ենք մեր սայրում դասական է, չէ՞, վերած 20 հոգի առողջ տղամարդ ենք, ուզենք շալվարը կանենք, ուզենք դազա շալվար կհագցնենք։ Հիմա 20 հոգով քաղաքվենք, շալվար կվերցենք, ետենք դրանց հետևից։ Ռևազին։ Ռևազին, այո։ Ամփոփելով մեր զրույցը, պարոն Ղազարյան, ինչպես եք պատկերացնում առաջիկա 1 տարվա։ Իդեպ շատերը դժգոհ են, որ քաղաքական ընդդիմությունը սպասում են 26-ի ընտրություններին եւ այլ գործողություններ չեն անում։ Ինչպես եք պատկերացնում առաջիկա 1 տարվա իրադարձությունները Հայաստանում։ Ձեզ ինչքան է մնացել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ձեր կանխատեսմամբ ինչպես եւ երբ նա կհեռացվի իշխանության։ Գիտեք ինչ, 26 թվին էլ ընտրություններ ալու, 31-ին էլ ալելու, 36-ին էլ ալելու, ու մարդիկ կարան այդ հերթով բոլորին պատրաստվեն։ Այդ իրանց նորմալ ձևն է, ինչքան ընտրություններ լմա կարան, բայց այս պահին 26 թիվը չի։ Հիմա 25 թիվն է։ Եվ 25 թվին Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու ձևը 26 թվի ընտրությունը չի։ Դա 25 թվի իրադարձություն է, իսկ 25 թվի միակ իրադարձությունը, որը նրան իշխանությունից հեռացնելու է, դա անվստահության գործընթացն է։ Եվ սա շատ արագ է զարգանալու, եւ հանրային ուժերի գեներացիան էլ է շատ արագ տևելու, եւ ես կարծում եմ, որ շատ երկար ժամանակ չի տևելու, եւ այս փոփոխությունը տեղի ունենալու։ Հիմա ես չեմ կարող ասեմ, դա լինելու է, չգիտեմ, հունիսի 20-ին կամ սեպտեմբերի 21-ին։ Դες բան պետք չի ասել ժամկետների։ Ամեն ինչ կախված է նաև մեր բոլորի կամքից։ Ով կմտածեր, ասենք, մենք ապրիլի 28-ին ենք մենք նամակները հանձնել իմպիչմենտի թեմայով, մինչև այդ հենց լմատ հիշեք առաջ օրին։ Սա անլուրջ բան է, սա ծիծաղի առարկա է, ծաղրացուներ են, հոգեկան հիվանդներ են, չի լինելու այդպես բան, ոչ մեկը դրան չի միանալու, չէ՞, այդ է, չէ՞, սկզբնական շարժ, հիմա մի ամիս անց է։ Այդ նույն ասողները, այդ նույն բանը հիմա կարան ասեն, որ դա անլուրջ է։ Արդեն 2 հատ անվստահության գործընթաց է պաշտոնապես պարլամենտում։ 3 խմբակցություն կա, 2-ը արդեն հայտարարություններ են արել դրա վերաբերյալ։ Այդ անլուրջն է, էլի։ Սաղաշատ դրա մասն է խոսում։ Հայաստանը մտածես մարդ չկա, որ բերեք այս տաղավար նստացեք, այդ մասի չխոսացնեք։ Օրակարգային հարց է դարձել։ Բա ո՞նց է դարձել։ Անլուրջ բանը դառնում է օրակարգային հարց։ Ու արագությունը նայեք իրադարձությունների զարգացման։ Հիմա ասենք մենք այսօրվանից թեվափոխել ենք նոր փուլ, այսինքն ունենք արդեն պաշտոնական գործընթաց։ Ու շատ արագ է զարգանալու ամեն ինչ, բայց վստահ եմ, որ շատ լավ ալնելու եւ առաջիկա ժամանակաշրջանում այս կարմիր ցուցանակը խմբագրության կենթարկվի։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, պարոն Ղազարյան։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք զրուցում էինք հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ։ Կհանդիպենք։